մեր պետության համար ճակատագրական ճանապարհի սկզբում, եւ հենց այս գիտակցումն է, որ ինձ բերել է քաղաքականություն։ Վերջին տարիների փորձը ինձ հստակ ցույց տվեց, եթե կյանքդ անմիջականորեն կապում ես քո երկրի հետ, եթե ուզում ես փոփոխություն, ապա դա պետք է անես ոչ թե կողքից դիտողի դերում, այլ ներսից ձևափոխողի։ Ես քաղաքականություն մտա, որտեղ այլևս ընդունելի չի ապրել երկրի, որի ապագան որոշվում է թշնամի երկրների կամքով, արտաքին շահերով եւ անձնական շահը հետապնդող մարդկանց կարճատես պատկերացումներով։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ գլոբալիզմի անվան տակ ժողովրդին կտրում են իրենց ինքնությունից, աքսիոմ են դարձնում անարմատ աշխարհաքաղաքական մտածողությունը եւ ազգերին փորձում են հարմարեցնել իրենց շահը սպասարկող հաշվարկներին։ Բայց մենք հայերս փոքր թիվ լինելով գոյատևում ենք միայն մեկ բանով՝ մեր ազգային ինքնությամբ, մեր լեզվով, մեր հավատով, մեր վստահությամբ, որ աշխարհում գոյություն չունի ավելի մեծ արժեք, քան սեփական պետությունն ու սեփական հայրենիքն է։ Գլոբալիստական մոդելները մեզ չեն պաշտպանում, մեզ պաշտպանում են ազգային միասնությունը, ազգային շահի գերակայությունը, ազգային դիմադրողնակ քաղաքականությունը։ Այս պատճառով էլ հայկական ճանապարհը ազգային է։ Սա գաղափարախոսական ընտրություն չէ միայն, սա գոյության եւ անվտանգության պահանջ է։ Ինչու աճ կենտրոնան է։ Մենք վստահ ենք, որ ազատ շուկան, ձեռնարկատիրության զարգացումը, մասնավոր նախաձեռնություն եւ մրցակցային տնտեսությունն են ստեղծում երկրի հզորությունը, բայց միևնույն ժամանակ հավատում ենք, որ պետությունը չի կարող թողնել հասարակության ամենաթույլ շերտերին ճակատագրի հույսին։ Հենց սա է աճ կենտրոնաբեդ մտածողության հիմքը։ Ազատություն տնտեսությունում, արդարություն սոցիալական ոլորտներում։ Պետությունը պիտի պաշտպանի մանկավարժին, բուժաշխատողին, զինվորին, մեծ ընտանիք ունեցողին, կենսաթոշակառուին, բայց պետությունը չպիտի խեղդի տնտեսական նախաձեռնողներին, չպիտի մեքենայացնի հարկային մեխանիզմները, չպիտի վախեցնի բիզնեսին։ Հավասարակշռությունը մեր ուղին է։ Ցավոք այսօր մեր երկիրը կանգնած է բարդագույն իրավիճակում։ Հասարակությունը պառակտված է, պետական ինստիտուտները թուլացած, անվտանգությունը անորոշ, պետության կառավարման որակը անկումային։ Մեր հասարակության մեջ կորել է այն հիմնական զգացողությունը, որը մեզ պահել է դարեր՝ վստահությունը։ Վստահությունը պետության, իշխանության, ապագայի նկատմամբ։ Մենք եկել ենք այս դատարկությունը լրացնելու, նոր ձևաչափով, նոր մշակույթով, նոր էներգիայով։ Մի մշակույթ, որտեղ ազնվությունը պարտադիր է, սուտը անընդունելի։ Մի մշակույթ, որտեղ պետության կառավարումը ստանձնած մարդկանց խոստումների կատարումը անքննարկելի է։ Մի մշակույթ, որտեղ առաջնորդը անձնականը ստորադասում է պետականից։ Մի մշակույթ, որտեղ իշխանությունը գործում է ի նպաստ ժողովրդի, այլ ոչ թե անընդհատ իրենցից առաջ եղած բարքերը հիշեցնելով մի մասին զոմբիացնում է, մյուս մասին կամ բանտարկում է կամ հեռացնում է բոլոր պրոցեսներից։ Հայկական ճանապարհը կուսակցություն չէ միայն, սա մի ամբողջ գաղափարական հոսք է, հանրային շարժում, պետական վերաբերմունքի նոր ձև, բայց այդ ամենը հնարավոր է միայն, եթե մենք բոլորս վերցնենք պատասխանատվությունը մեր վրա։ Յուրաքանչյուրիս անելիքը հստակ է՝ միավորվել գաղափարի շուրջ, ոչ թե անձանց, կազմակերպել համայնքներում, ստեղծել տեղական խմբեր, կառուցել գաղափարական բջիջներ, դառնալ նախաձեռնող, ոչ թե դիտորդ, յուրաքանչյուր աջակից մի փոքր առաջնորդ է իր շրջապատում, տարածել ճշմարտությունը եւ պայքարել ապատեղեկատվության դեմ, մասնակցել կուսակցական կառույցների ստեղծմանը եւ բովանդակության մշակմանը։ Մենք կառուցում ենք ոչ թե հերթական կուսակցությունը, այլ նոր որակի կառավարման մոդել։ Հարգելի հայրենակիցներ, այսօր խոսելով այն ճանապարհի մասին, որով պատրաստվում ենք առաջնորդել պետությունը, պարտադիր է կանգ առնել մեր առջև ծառացած իրական խնդիրների վրա։ Խնդիրներ, որոնք տարիներ շարունակ կամ անտեսվել են, կամ թաքցվել, կամ սխալ են ներկայացվել հասարակությանը։ Հայկական ճանապարհի փիլիսոփայությունը այն է, որ մենք նայում ենք իրական աչքերով, առանց ինքնախաբեության, առանց պարտադրանքի, առանց վախի։ Եվ այդ իրականության մեջ կան ոլորտներ, որտեղ վճռական փոփոխություններ այլևս հետաձգել պարզապես հնարավոր չէ։ Արտաքին անվտանգություն։ Հայաստանի ամենամեծ խոցելությունը այս մեր անվտանգության համակարգն է։ Իմ կարծիքով մեր բանակն է, որտեղ մենք տեսնում ենք, անձնակազմի թվաքանակը բավարար չէ։ Սպառազինությունը որակական ու քանակական առումով չի համապատասխանում մեր մարտահրավերներին։ Սպաների ու զինվորների մի զգալի մասը չի հավատում սեփական ուժերին եւ վաղօրոք համոզված է, որ հաջորդ պատերազմը պարտվելու ենք։ Բանակի ներսում տարածված են հեռախոսային խաղամոլությունը եւ թմրամոլությունը։ Մեր լուծումները մենք առաջարկում ենք հիմնարար եւ արմատական քայլեր։ Երկրի բնակչության 50%-ից ավելին տեղերում կազմակերպվող կարճաժամկետ, բայց պարբերաբար կրկնվող դասընթացների միջոցով պատրաստել ռազմական մասնագիտությունների, այլ ոչ թե մարդկանց կտրել տնից եւ ընտանիքից ու տանել անօգուտ մեկամսյա ռազմական հավաքների։
Ստեղծել արտաբյուջետային ռազմարդյունաբերական ֆոնդ, որը կլցվի մեր քաղաքացիների կողմից եւ սփյուռքի նվիրատություններով, եւ սկսել մեծականակ հայկական զենքի արտադրություն, ֆինանսավորում եւ գնում տեղում։ Բանակում ստեղծել գաղափարակառուցչական կենտրոն եւ ներառել հատուկ մասնագիտական պատրաստություն անցած մարդկանց, որի նպատակն է ձևավորել հաղթողի հոգեբանություն եւ քարոզել հայրենասիրական գաղափարներ։ Հաղթանակը սկսվում է գլխում։ Կենտրոնացված հսկողություն եւ զրոյական հանդուրժանականություն բանակում թմրանյութ օգտագործողների նկատմամբ, ամենամսյա ստուգումներ եւ թմրանյութեր վաճառողների նկատմամբ, որոնքով նախատեսել ընդཐུպ մինչեւ ծմաբանտարկություն։ Պայմանագրային պարտավորություն զինծառայողների համար, ծառայության ընթացքում հրաժարվել բոլոր ազարտային խաղերից, խախտման դեպքում սահմանել ծանր ֆինանսական տուժեր։ Հատուկ ուշադրություն դարձնել հողի տակ կառուցվող մոդուլային զորամասերի ստեղծմանը, քանի որ մեր երկրի փոքր տարածքը եւ հնարավոր անկրծեկի հարվածները վտանգավոր են դարձնում զորքի տեղակայումը արտաքին շինություններում։ Անվտանգության երկրորդ բաղաչը դա իրական դաշնակիցներն են։ Այո, մենք այսօր գրեթե չունենք հստակ վստահելի դաշնակիցներ։ Նույնիսկ նրանք, ովքեր ունենք, հաճախ զոհաբերում են մեզ սեփական շահից ելնելով։ Մենք առաջարկում ենք իրական գործընկերություն այն երկրների հետ, որոնք ունեն հակասություններ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Գիտակցված հարաբերություններ մեծ ուժային կենտրոնների հետ, առանց պատրանքների։ Անվտանգության մյուս բաղադրիչը հասարակության միասնականությունն է։ Անվտանգության ամենախորը ճեղքվածքը ոչ թե սահմանին է, այլ հասարակության ներսում։ Պառակտված հասարակությունը երբեք չի կարող դիմակայել արտաքին սպառնալիքներին։ Եվ եթե իշխանությունը կամ ցանկացած ինդիմադիր իրեն իրականում համարում է երկրի տերը, ապա իր առաջնային խնդիրը պիտի լինի հասարակության միավորումը, բայց այնուամենայնիվ հասարակությունը միասնական դարձնելու մեջ ամենակարևոր դերը ունի իշխանությունը, քանի որ երբ հանդես ես գալի ուժի դիրքերից եւ ձեռք ես մեկնում, դա հասարակության անդամների կողմից ավելի ընկալելի եւ հեշտ ընդունելի է լինում։ Անվտանգության լուրջ խնդիր է նաև մեր դեմոգրաֆիկ ցուցանիշները։ Անցյալ տարի մեր երկրում ծնվել է մոտ 33,000 մարդ, իսկ մահացել է մոտ 25,000 մարդ։ Դրական բալանսը կազմել է ընդամենը 8,000 մարդ։ Նշեմ, որ Հայաստանում նախկինում եղել են տարիներ, որ ծնվել են 80,000-ից ավելի երեխաներ։ Այդ ցուցանիշները վերականգնելու համար ես առաջարկում եմ առաջինից երրորդ երեխայի ծնվելու դեպքում կնոջ եկամտահարկը իջեցնել 2%-ով, իսկ չորրորդ երեխայի ծնվելուց կնոջ եկամտահարկը զրոյացնել։ Հաջորդ ոլորտը, որից շատ հակիրճ ուզում եմ խոսել, դա տնտեսությունն է։ Մեր տնտեսության վիճակը մակերեսային ցուցանիշներով հաջող ներկայացվում է լավ, բայց խորքային իրականությունը բոլորովին ուրիշ է։ Հայաստանում 1,900,000 աշխատունակ մարդկանցից միայն 41,5%-ն է աշխատում։ Դա պետական տրված տվյալներ են։ Միջին աշխատավարձը մոտ 780 ամերիկյան դոլարի է, ըստ կառավարության ներկայացրած թվերի։ Մինչդեռ օրինակ ԱՄՆ-ում այդ թիվը մոտ 5,000 դոլար է, Գերմանիայում 4,500, Ֆրանսիայում 4։ Միաժամանակ ապրանքների գները Հայաստանում գրեթե չեն զիջում այդ երկրների գներին։ Սա նշանակում է մեկ բան՝ մարդիկ պարզապես դիմակայում են։ Մեր լուծումները՝ միջազգային խոշոր ընկերությունների ներգրավում հարկային արտոնությունների միջոցով, յուրաքանչյուր 10,000 աշխատատեղ ստեղծելու դիմաց շահութարկի նվազեցում 10%-ով, եւ ամենակարևորը արդարության եւ կանխատեսելիության վերադարձ տնտեսության մեջ, քանի որ ներդնողը փողը չի բերում այնտեղ, որտեղ անհավասար մրցակցային կամ վարչական միջամտություններ կան։ Մյուս կարևոր ոլորտը դա առողջապահությունն է։ Ինչ ունենք այնտեղ։ Խնդիրը համար 1. Ստվերային շրջանառություն ու ատկատներ։ Սա ոչ միայն բարոյական, այլ նաև որակի վրա ազդող խնդիր է։ Լուծում վարչական վերահսկողություն եւ պատիժներ։ Խնդիր համար 2. Ծառայությունների անհրաժեշտությունը չի վերահսկվում։ Բժիշկն ու հիվանդանոցը շահառու են, հիվանդը ոչ։ Արդյունքում հիվանդներին հաճախ մատուցվում են ծառայություններ, որոնց կարիքը իրականում չունեն։ Լուծում նախարարության կողմից հաստատված ճշգրիտ գործելակարգեր եւ այդ գործելակարգերի իրական հսկողություն։ Խնդիր համար 3. Ֆինանսական անհասանելիություն։ Շատ մարդիկ պարզապես չեն ստանում որակյալ բուժօգնություն ֆինանսների բացակայության պատճառով։ Լուծում ներդնել ամբողջությամբ կանխավճարային բժշկություն, երբ քաղաքացին տվյալ պահին իրեն անհրաժեշտ բուժօգնությունը ստանում է ամբողջովին անվճար։ Դրա փոխարեն ինքը կամ պետությունը վճարած են լինում նախօրոք։ Հաջորդ ոլորտը, որից եւս հակիրճ ուզում եմ խոսել, դա կրթությունն է։ Այսօր մեր հանրակրթական դպրոցների մեծ մասը չի տալիս այն կրթությունը, որը անհրաժեշտ է 21-րդ դարում, իսկ հաճախումների նկատմամբ կարգապահությունը հաճախ բացակայում է։ Մեր լուծումները՝ կոշտ վարչարարություն դպրոցներում, ոչ թե ձևական, դպրոցների ղեկավարների ընտրության համար խիստ չափորոշիչներ, կրթության բովանդակային բարեփոխում, ազգային երանգավորմամբ, ժամանակակից մեթոդներով։ Բարձրագույն կրթության խնդիրները եւ լուծումները շատ են եւ թույլ տվեք չընթերցեմ, քանի որ հայտարարությունից տեքստը հրապարակվելու է մեդիա հարթակներում։ Եվ փոքրիկ անդրադարձ մեր Սփյուռքին։
Մենք 3 միլիոնով չենք կարող ունենալ մեծ պետություն, բայց 10 միլիոն հայերով կարող ենք ունենալ հսկայական ուժ։ Հայաստանի ղեկավարը պետք է լինի ոչ միայն Հայաստանի Հանրապետության ղեկավարը, այլ ամբողջ հայ ազգի առաջնորդը։ Սա չի նշանակում ազգի անունից խոսել, սա այլ նշանակում է կենտրոն լինել, հենարան, պետական միավոր, որը միավորում է աշխարհի բոլոր հայերին մեկ ուժային հոսքի մեջ։ Սա հայկական ճանապարհի կարևոր հիմնասյուներից է։ Հայրենակիցներ, այսօր մենք մեկնարկում ենք երկար, դժվար, բայց ազնիվ ճանապարհ։ Սա հայկական ճանապարհն է, ճանապարհ, որտեղ մեր պետության շահը միշտ վեր է լինելու կուսակցական, անձնական կամ արտաքին որևէ հաշվարկից։ Ես վստահ եմ, որ միասին մենք կարողանանք կառուցել այն Հայաստանը, որի մասին այսօր երազում են հազարավոր հայեր, անվտանգ, ուժեղ, միավորված, արժանապատիվ եւ ազգային։ Շնորհակալ եմ վստահության համար։ Ճանապարհը սկսված է, եւ այս ճանապարհի անունը մեկն է՝ հայկական ճանապարհ։